Բարև Մարիամ ջան։ Տաղավար ավանդույթի համաձայն ամեն շաբաթօր անդրադառնում ենք կարևոր թեմաների, խնդրեմ ինչ եք առանձնացրել։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ։ Նախ եւ առաջ ցանկանում եմ խոսել մի երևույթից վեհապարի հետ կապված, ԱԺ Անդրանիկ նիստի հետ կապված, մենք գիտենք, որ ցանկացած ԱԺ Անդրանիկ նիստի մեր կաթողիկոսը, մեր վեհապարը եղել է ազգային ժողովում, օրհնել է նստաշրջանը, բացել է նստաշրջանի դռները, կոպիտ ասած, եւ ըստ արարողակարգի, ըստ տարբեր տարիների ձևավորված ավանդույթի գործունեությունը շարունակվել է ԱԺ-ի։ Հիմա ես ցանկանում եմ հասկանալ, արդյոք նիկոլականները հրավիրելու են վեհապարին ԱԺ։ Ես վստահ եմ, որ չեն հրավիրելու։ Եթե չեն հրավիրելու, միթե տիրադավներից ինչ որ մեկն է գալու եւ վեհապարի գործառույթները իրականացնելու։ Լոգիկային մոտիկ է, բայց արդյոք հավատավոր քրիստոնյա ժողովուրդը չընտրված Նիկոլին ու նրա իշխանությանը, ընտրություններ կեղծած Նիկոլին եւ նրա իշխանությանը տվել է մանդատ, որ ինքը նախ գա խորհրդարան, կեղծելով մի ամբողջ ընտրությունների ընթացք, մի ամբողջ ընտրությունների ձայներ փոշիացնելով, մի ամբողջ խմբակցություն ազգային ժողովից դուրս թողնելով, մի երկու ամբողջ խմբակցության ձայներ դնելով իր ձայների վրա, ով է ձեզ իրավունք տվել Հայաստանի Հանրապետությունում փոխել քրիստոնեական օրենքները, չգրված ավանդույթները եւ գրված։ Ես խոսում եմ վեհապարից եւ նախ եւ առաջ ես երբ Նիկոլ Փաշինյանը արշավ սկսեց վեհապարի դեմ, եկեղեցու դեմ, մենք մեր ընկերներով 301 շարժումը բացեցինք հենց ի պաշտպանություն եկեղեցու վեհապար Հայրապետի եւ որից զատ նաեւ որոշեցինք, որ կլինենք ընդդիմության կողքին Նիկոլի դեմ պայքարում եւ հիմա ես չեմ լսում, չեմ տեսնում մարդկանց, որ խոսեն այս թեմայից, բա մեր վեհապարը հիմա հարց է առաջանում, եթե գնալու է ազգային ժողով, ինչը չի լինելու, արդյոք եկեղեցու դեմ արշավը Նիկոլ դու ավարտել ես, իհարկե չես կարող դու հետ կանգնել քո քրիստոնյաների, հայերի դեմ պայքարից, երկրորդ, եթե դու վեհապարին չհրավիրես խորհրդարան, դա կլինի իմ նման քրիստոնյաների, մեր նման քրիստոնյաների դեմ եւս մի քայլ, եւս մի արշավ, եւ դա անպատասխան չի մնալու, ես խոստանում եմ եւ հորդորում եմ նիկոլականներին, Նիկոլին հորդորում եմ մինչ այսօր ոնց եղել ամեն ինչ այդպես լինի, նաեւ հորդորում եմ ընդդիմությանը, որ շատ խիստ արձագանքեն նման գործելակերպին, նման որոշումներին, նման անընդունելի դրվագներին, որովհետև եթե մենք նման բաներին չենք անդրադառնում եւ կոշտ արձագանք չենք տալիս, կոշտ պատասխան չենք տալիս, դրանից Նիկոլը ավելի է թևավորվում եւ շարունակում է իր սև գործը, որը մեզ համար ընդունելի չի։ Նաեւ քանի որ խոսեցի վեհապարից, քրիստոնեությունից, մեր կրոնից, նաեւ կցանկանամ օրեր առաջ տեղի ունեցած Վարդավառից խոսել։ Վարդավառը դա քրիստոնեական մեծ տոն է, հայկական, որը ունի իր մեջ խորհուրդ մաքրվելու։ Տերը խորհուրդ է տալիս, Տիրոջ խորհուրդն այն է, որ մարդիկ իրար վրա ջուր են լցնում, իհարկե այդ ջուր լցնելը, որ ասում եմ մաքրվելու հետ կապ ունի, մարմինը մաքրելու մասին չի, հոգին մաքրելու մասին է, եւ բոլորս գիտենք, որ ջուրը մաքրության խորհրդանիշն է, եւ Վարդավառի բուն միտքը, Վարդավառի բուն խորհուրդը, իմաստը մաքրվելն է հոգեպես, երբ մարդիկ իրար ջրում են, ուրախ են, մաքրվում են, դա է խորհուրդը։ Ինչ ունենք մենք այսօր։ Երևանի քաղաքապետարանը նախ եւ առաջ
իր կազմակերպած 400 քանի 500 քանի միլիոն գումար էր ծախսել այդ օրը, ինչ Հայաստանի Հանրապետությունը ջուր չունի, հա, ինչի վրա եք փող ծախսել այդ օրը ջուրա պետք լավ համերգ էիք կազմակերպել, գոնե չանցնեիք, չշրջանցեիք մեր քրիստոնեական ավանդույթները, գոնե այդ երիտասարդաց թեմի հետ համագործակցեիք, այդ լուծարված որ Կաճոյանի պատճառով լուծարվել է, գոնե նրանց հետ համագործակցեիք, որ ամենամյա Վարդավառի միջոցառումները այդ երիտասարդները իրենց մեծ լուման են ունեցել, իրանց հետ անեիք, որ խորհուրդ լիներ եկեղեցական, քրիստոնեական, այդ ինչ էր, այդ աղջիկները իրանց շորերը հակած գնում են տասնյակ հազարավորներով լցվում են հրապարակ, իրար ձեռ են գցում, իրար ջրում են, նիվեքի վրա են բարձանում, չգիտեմ, այսինքն սա այդ հրապարակի վակխանալյան քրիստոնեության Վարդավառի խորհրդի տոնի հետ ոչ մի կապ չունի եւ ինչպես միշտ Նիկոլականներն ու Նիկոլը ամեն ինչ անում են մեզ վանելու մեր ավանդական արժեքներից, ամեն ինչ անում են մեզ վանելու մեր կրոնից, մեր կարմիր գծերն են տրորում, մեր դեմ են պայքարում, մեր արժեքների դեմ են պայքարում, նույնն էլ Վարդավառի օրինակով օրեր առաջվա մեր տարիների ձևավորված ավանդույթը արդեն որերորդ տարին է Նիկոլի օրոք շրջանցվում է եւ վերջ անցնենք առաջ եւ ցանկանում եմ խոսել նրանից, որ 5 միլիարդի պարգևավճար են բաժանվել ազգային ժողովի падգամավորներին, կառավարության անդամներին, տարբեր պետական հիմնարկների աշխատակիցներին եւ ես գիտեք ինչ հիշեցի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, որ ճղում էր իր շորերը ու իր ձայնալարերը ազգային ժողովի ամբիոնից, որ մարդիկ ատկատներ են անում, մարդիկ, չգիտեմ, հասարակ մարդկանց, ովքեր հացին կակա են ասում, կեղեքում են, թալանում են, նախկինների արածը նայեք, ծախսածը նայեք ու ձեր պետական բյուջեից տված միլիարդավոր կաշառքները նայեք, ես դրան կաշառք եմ ասում, ոչ թե պարգևավճար, որովհետև դուք ոչինչ չեք արել, որ դրա համար մի հատ պարգևավճար ստանաք, ինչ հող հանձնելու համար եք պարգևավճար ստանում, չեմ հասկանում, ժողովրդավարությունից եք խոսում, գոռում, ձեզ ճղում, 21-րդ դարում բռնում եք խորհրդարանական ուժի ձայները հավաքած ուժին, դուս եք թողում խորհրդարանից առաջնորդին էլ փագում եք, տանում եք շինծ ու քրեական գործեր եք վրան հարուցում, ինչ դրա համար եք ձեզ պարգևավճար բաժանա, որ ձայն եք կեղծում կամ չգիտեմ, մարդկանց կամքին բռնանում եք, մարդկանց ազատ տեղաշարժին, մարդկանց ձերբակալում եք, հետո չեք ապացուցում իրանց մեղքը որնա, ձեզ ինչի համար է էլի պարգևավճար հասնում, դուք ինչ ունեք այս երկրի համար արած, որ ձեզ մի դրամ պարգևավճար արժի տալ, այ ես խնդրում եմ Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, պաշտպանողներին, ասեք արա դուք ինչ եք արել, որ ձեզ պարգևավճար է պետք հասցնել, էլի ես դա եմ ուզում հասկանամ, անցնենք առաջ, Եվս մեկ կարճ թեմայից եմ ցանկանում խոսել ու անցնենք պարոն Ծառուկյանի թեմային եւ եզրափակենք մեր եթերը։ Նաեւ ցանկանում եմ առանց տեղիցել պայթյունավտանգ իրավիճակ եւ ոչ միայն Հայաստանի ներքաղաքական դաշտում, այլև ընդդիմադիր դաշտում։ Ես ցանկանում եմ ընդդիմադիրներին խնդրում եմ հորդորել, խնդրել, որ հանգիստ թողեք իրար, հանգիստ թողեք, ուժեղ Հայաստանը մանդատները վերցնում է, այն մեկը ասում է մանդատները չի վերցնում, ախպեր չեք կարում լինել միասնական, լավ, ես օրինակ այնպես չի, որ ասում եմ, ինչ լավ է, ծափ եմ տալիս, մանդատները վերցնեն գնան, բաբալա, որ չվերցնեն մանդատները, ինչ անեն, կա դրա պատասխանը լուծումը տվել է ինչ որ մեկը ասեք ոչ այն կողմին են պաշտպանում ոչ այն հիմա Կարապետյան Նարեկին անուն եք դնում մարդը գնում է գնացել է Ստեփանավան գնացել է Ագարակ գնացել է Գյուլաքարակ գնացել է Լոռու մարզ շատ ճիշտ սիրուն աշխատանք է տանում ժողովրդի հետ
իրանց ծրագրի մեջ 5-րդ բնակարանի հետ կապված բան կար, գնացել են մարդիկ ասում են ով 5-րդ ճիշտ աշխատում են, ինչ եք ուզում։ Բա խորհրդարանում չլինեն փողոցային պայքար լինի, ով այդ կնոպկեքը սխմելու։ Ոնց ինձ ձևը ասեք, չեմ պաշտպանում, ինձ ասեք, լուծումները, ճանապարհային քարտեզները, հավաքվեք միտեղ, իրար հետ որոշեք ինչ եք անում, արեք, ոչ թե ձեր լատենտ ուժերի, անհատ քաղաքական գործիչների միջոցով իրար սևացրեք, իրար խփեք, իրար նսեմացրեք, իրար ածականներով դիմեք, լավ ամոթ է։ Մեծ մարդիկ ենք, մեր պայքարը մի հոգու դեմ է, դա Նիկոլ Փաշինյանն է, ես տենց եմ կարծում։ Նախագահների թիմերը իրար են բան ասում, այնտեղ անհատ քաղաքական գործիչները ուժեղ Հայաստանին են բան ասում, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը ԱԱԾ-ում է ձայները գողացել են, չգիտեն ինչ անեն, ոչ փողոցային պայքար կա, ոչ առաջիկայում տեսլական կա ինչ կլինի։ Մի հատ հավաքվեք իրար հետ որոշեք ինչ եք անում։ Հասկանանք մենք մեր երկարաժամկետ ու կարճաժամկետ պայքարի մեր պլանը որն է։ Ինչ ենք անում, ինչ անելիք ունենք։ Լավ, հասկացանք խորհրդարան գնացին կամ չգնացին։ Մի հատ որոշեք ինչ ենք անելու։ Իլուր ընդդիմադիրների, ձեր աջակիցների 100,000-ավոր ձեզ ձայն տված քաղաքացիների, ասեք ինչ եք պլանավորում անեք ու շարժվեք առաջ, թողեք բամբասանքները ձեր ետևում։ Գագիկ Ծառուկյանին առաջին իսկ օրվանից նրա ձերբակալության ես աջակցել եմ, ես Գագիկ Ծառուկյանին աջակցում եմ ոչ թե նրա համար, որ տենց է պետք, այլ ես տենց եմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը մեղավոր չի, ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ։ Գագիկ Ծառուկյանին փորձում եմ պատասխանատվության ենթարկել նրա համար, որ իրեն զգուշացրել էին, որ ընտրություններին չմասնակցի, բայց նա սեփական կամք կարծիք ունեցող մարդ է, որոշել է մասնակցել է, հաղթել է, հաղթանակ է 4%, այո, այս ռեպրեսիաների մեջ, ու իր ձայները գողացել են։ Հիմա էլ իրանից ինչ կա, չի ստացվելու, բայց փորձում են խլել, Արաբ ցեմենտն են պետականացնում, մուլտիվելնեսն են հանձնում քաղաքապետարանին, ասում է Տիգրան Ավինյանին հարց են տալիս, ասում են մուլտիվելնեսը էս պետականացրեցիք, հիմա ինչ քանդելու եք, ասում է չէ, բա պարապողների շահերը չպաշտպանեք, տնօրինի Երևանի քաղաքապետարանը, բայց դրանից մի վայրկյան առաջ ասում էր սխալ տեղ է սարքվել, որ սխալ տեղ է սարքվել, էլ որ խլեցիք Գագիկ Ծառուկյանից, խիչ եք քանդում, կամ Խաչատուր Սուքիասյանի Ռասյանը խիչ եք վերցնում, բա պետականացրեք, արա բա, թե Խաչատուր Սուքիասյանը ձեր սրտի օլիգարխն է, Սամվել Կարապետյանը ու Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր էին։ Բայց տեսնում եք, որ դուք ժողովրդի համար չեք անում, ըստ օրենքի չեք անում։ Ոնց էս ձեռատալի, ոնց Նիկոլը ճտստում է, այտենց եք անում։ Սամվել Կարապետյանն էր եկեղեցու կողքը։ Եկեղեցու կողքը աջակցեց եկեղեցուն, հեծը խլեցիք, չնայած ի պատիվը Սամվել Կարապետյանի եկեղեցու դեմ արշավը հենց նրա շնորհիվ կանխվեց։ Ոչ միայն նրա, բայց նաև նրա։ Չգիտեմ, Գագիկ Ծառուկյանն է մտե խորհրդարան։ Всё, մուլտիվելնեսը վերցնում ենք, կենթանիներին սեփականաշնորհում սատկացնում ենք, բանը Արաբ ցեմենտը վերցնում պետականացնում ենք, տենց ո՞նց կլինի։ Մա ապացուցեք, որ այդ մարդիկ այդ ամեն ինչը ապօրինաբար են դե ստացել։ Այսինքն դուք առանց դատու դատաստանի ո՞նց եք խլում մարդկանց գույքը, մարդկանց պատկանող սեփականությունը։ Որ դա սա խուլիգանություն է 21-րդ դարում։ Դե գնացեք Խաչատուր Սուքիասյանին դատի տվեք, Ռասիամոլը վերցրեք, չգիտեմ, հյուրանոցները վերցրեք, այս հրապարակը մտնող, որ 2-3 հազար $-ով 91 թվին սեփականաշնորհ, վերցրեք, արա Խաչատուր Սուքիասյանից վերցրեք, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին հանգիստ թողեք, Նալբանդյան Նարեկից վերցրեք, սա այդ իմ նշած մարդկանցից շատ գույք ունի, շատ բիզնես ունի, ձեր սրտի օլիգարխն է դառը, բա վերցրեք, բա թե նրանք ձերն են, արդար չեք, ու արդար չլինողը պատասխան է տալու օրենքի առաջ եւ սեփական խղճի առաջ Աստծու մոտ։ Անցնենք առաջ։ Երկու խոսք ցանկանում եմ Գագիկ Ծառուկյանի աշխատակիցներին ասել։ Այդ որ ցույցեր եք անում ձեր գործը կորցնելու համար, չի սկսա բոլորին չի վերաբերվում, այնտեղ մարդիկ կան, որ իրանց չի վերաբերվում, բայց պարոն վարչապետ մեր գործը կորցրել ենք, մեր վերականգնեք, որ այսինքն ինչ դուք օրինակ օքեյ է, որ ձեր, չգիտեմ, Օլիմպ ավանը բաց են, դուք աշխատեք կամ Փարավոնը։
Գագիկ Ծառուկյանն էլ այնտեղ ԱԱԾ-ում մնա, փոխանակ քննադատեք ձեր ղեկավարին բռնելը, ձեր գործատուին, ձեզ այդքան տարի հացով ապահովողին բռնելը, էլի պարոն վարչապետ եք անում, որ ձեր աշխատանքի տեղը վերականգնի, կողքից էլ կարծիքա ձևավորում, որ դուք ձեր աշխատանքի փորացավն եք միայն, ոչ թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անարդարությունը ուզում եք դառնա արդար։ Եվ ամենավերջում, ես էլ բան չունեմ Նիկոլին ասելու նրա խմբակին, որովհետև ամեն ինչ այս թեմայով ասել եմ, Գագիկ Ծառուկյանը ապօրինաբար է ձերբակալվել, Գագիկ Ծառուկյանը այն մարդն է, որ ունի աջակցություն ժողովրդի կողմից, իր էլեկտորատն ունի։ Մտել է խորհրդարան, նրանից գողացել են իր ձայները 60,000 քաղաքացու որոշման վրա Նիկոլը թքած ունի, եւ այս ամեն ինչը անպատասխան չի մնալու։ Իսկ ինչ վերաբերվում է, խնդրում եմ Մարիամ ջան, այն նկարը, որ պետքա դնեինք այստեղ, դնենք վերջի մասն է։ Ինչ վերաբերվում է սպորտսմեններին, պետքա այդ սպորտսմենները օրինակ վերցնեն այս տղուց, որ հայտնվեց էկրաններին, Միհրան Հարությունյանից։ Նախ ողջունում եմ Միհրան Հարությունյանին, ես հպարտանում եմ, որ մենք սենց ընկերներ ունենք նախ Հայաստանում, սենց սպորտսմեններ ունենք, որոնք մեր պատիվը միշտ բարձր են պահել։ Ես հիշում եմ Միհրան Հարությունյանին նաև մեր խոսակցությունները, երբ նա դեռ Շուշիում էր, երբ Նիկոլը ասում էր, որ Շուշին Թուրքինն է, այս տղեն օլիմպիական երկրորդ տեղ մեդալ տարած տղա է։ Շուշիում զենքը ձեռը կռիվ էր անում մեր հողերի համար։ Այ բոլոր սպորտսմենները օրինակ վերցրեք այս տղուց, հայ տղուց, Թասիբով տղուց ու այն տղուց, ով Ծառուկյանին չուրացավ։ Գիտեք խի չուրացավ, որովհետև ինքը տղա է, ինքը հայրենասեր տղա է, փողի հետևից վազող տղա չի։ Մի հատ պատմություն պատմեմ Միհրանից, թե ինքը ինչ լավ տղա է։ Երբ Ռիոյի օլիմպիական խաղերն էին, ինչքան հիշում եմ, եթե չեմ սխալվում, Ռիոյինն էին, Միհրանը խոսք էր տվել, որ պետքա դառնա օլիմպիական չեմպիոն։ Եվ ես իր խոստումը հիշում եմ, առաջին իսկ բոյի ժամանակ Միհրանը շատ լարված էր, իր մրցակիցը շատ թույլ էր։ Այդ լարվածությունը ինքը իր մեջից հանեց, մրցակցին հաղթեց, մինչև ֆինալ գնաց, հասավ սերբ էր նրա մրցակիցը։ Եվ ամեն ինչ արեցին, որ ոսկի մեդալը չտան Միհրանին։ Այս տղեն այդ բոյը կրեց, օլիմպիական չեմպիոնի համար բոյը կրեց, բայց չտվեցին իրան մեդալը։ Ու երբ Գագիկ Ծառուկյանը եւ մենք թիմակիցներով գնացինք Միհրանին դիմավորելու, եւ Գագիկ Ծառուկյանը իր մոտից ոսկի մեդալ հանեց, օլիմպիական, իսկական ոսկի մեդալ, եւ այդ ոսկի մեդալը, ասեմ ձեզ, օլիմպիական ոսկին ամբողջությամբ ոսկի չի։ Պարոն Ծառուկյանը Միհրանի համար իրական ոսկի մեդալ էր պատրաստել տվել։ Միհրանը այդ որ տեսավ, ընդ սկսեց լացել, չեք պատկերացնի, ու ես երթվում եմ, որ դա ոսկու համար, որ ոսկի է իրան գալու, դրա համար չէր լացում, այլ լացում էր նրա համար, որ իրան Գագիկ Ծառուկյանը գնահատում է, չի ասելու բա ոնց չեմպիոն չդառար, իր հայ ժողովուրդը, իր հայրենակիցները իրան գնահատում են։ Ու այս տղեն օրեր առաջ աջակցություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին, ու այն պատմությունը պատմեց, որ ես պատմում եմ նոր։ Այ վերևից ներքև, բոյովից միջև կոլոտ, այս տղուց օրինակ վերցրեք, ոնց չեն ուրանում են մարդուն, ով օգնել է իրենց, որ գնան դառնան օլիմպիական չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ ու Հայաստանի պատիվը բարձր պահեն։ Մի խոսակցություն է հիշացնեմ Միհրանի հետ կապված ու անցնենք առաջ։ Այդ խոսակցությունը, երբ Գագիկ Ծառուկյանը սպորտսմենները պետքա ըմբշամարտիկները գնան Բաքու, այստեղ քննարկվում էր սպորտի ֆեդերացիան եւ երիտասարդության օլիմպիական կոմիտեն քննարկում էին մեր մարզիկները գնան Բաքու, թե չէ, եթե չեմ սխալվում 2006 թվականի Եվրոպայի առաջնությունն էր։ Եվ հենց Միհրանն ա եղել, որ ասել է այո պետքա գնանք, դա քննարկման ենթակա չէ, եւ Ծառուկյանը հարցրել է Միհրանին, բայց մեդալ կբերեք, Միհրանը խոստացել է, որ մեդալ կբերի, ու Հայաստանի դրոշը բարձրապահել Բաքվում, բերելով արծաթե մեդալ։ Ես հորդորում եմ մեր ողջ ազգին խոնարհվել այս տղեկի առաջ, ովքեր մեր դրոշը ծածանել են Բաքվում ու ամբողջ աշխարհում, չեմպիոն են դառել ու փողին կուլ չեն գնում, չեն մոռանում են մարդկանց, ովքեր իրանց հայրաբար օգնել են
ու այդ հնարավորությունը տվել են, որ չեմպիոն դառնան ու մեր երկրի պատիվը բարձր պահեն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք մյուս շաբաթ։